Բարևձեզ սիրելի հայրենագիտներ, այսօրվա նյութս բավական լուրջ է, կվերապերի Հայաստանի ներկա վիճակին, սփյուռքի թիրքավորման եւ հայ առաքելական եկեղեցի։ Ուր ենք, ինչպիսի թրության մեջ ենք եւ ուր պետք է հասնենք։ Հայ առաքելական եկեղեցին 17 տարվա ավանդություն ունի։ Անցյալին ասած եմ, երբ որ մենք գործունեությունք թակավորություն եւ բեդություն, հայ առաքելական եկեղեցին էր որ զորավիկը սյունը, որուն շուրջ մտավորականները հավաքվեցան եւ ժողովուրդը առաջնորդեցին թե Արևելյան Հայաստանի մեջ եւ թե Սփյուռքի մեջ։ Ունեցանք 1991-ին Հայաստանի անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը, երկրորդ անգամ, առաջին անգամ 1918-ին էր, երկրորդ անգամ վերանկախացավ 1991-ին։ Ցեղասպանությունն ետքը բոլոր ուժերը հավաքվեցան եւ Հայաստանի մեջ հարաբերությունը ստեղծվեցավ ինչու համար։ Անցյալին ասած եմ, Հայաստանի սահմանադրության առաջին բարերը հայ ժողովուրդը գսե։ Ուրեմն նպատակը աներ որ բոլոր հայերը հավաքվին Հայաստանի մեջ։ Քաղաքական եւ այլ պատճառներով չկատարվեցավ։ Բայց ունեինք հանրապետություն։ Հայաստանի մեջ 3.5 միլիոն էր, Սփյուռքի մեջ 6.5 միլիոնի չափ։ Հայաստանի մեջ թիվերը բացեցան, Սփյուռքի մեջ ավելցավ։ Հայ առաքելական եկեղեցին զորավիկ կանգնեցավ Հայաստանի Հանրապետության։ Մեծ մասամբ համերաշխություն կար եկեղեցի եւ վարչակարգ։ Բեդություն չեմ ասեր, որովհետեւ բեդությունը ժողովուրդը ստեղծած է եւ գնդրվին կամ կնշանակվին վարչակարգի անդամներ։ Վարչապետ, դահլիճ, կառավարություն, նախարարություններ եւ այլն, որ այդ ժողովուրդը իր հայրենիքի մեջ փարվող վիճակի մեջ ապահով երաշխավորված ապրի ստեղծագործ է։ 1991-ին ետք ինչ եղավ։ Տեր-Պետրոսյանը զանազան նախաբաշարումներով հագարակեցավ թաշնամցության։ Ուրեմն ընդհարում առաջացավ որոշ մտավորականներու, որոնք բեդականամետ էին եւ ոմանք ալ գուցեին, որ ավելի սփյուռքի կամ գուցակցություններուն իրավասություններ դրվին եւ չդվին։ Քոչարյանի Սարգսյանի ժամանակն ալ Տեր-Պետրոսյանի ժամանակին սկսան երկրի ունեցվածքը մենաշնորհներով իրավու մեջ բաժնել։ Ես 1987-ին ի վեր ամեն տարի Հայաստան եկած եմ եւ ներքին ձալքերու ծանոթ եմ։ Ուրեմն ինչ եղավ։ Գազմավորվեցա մենաշնորհյալներու հարուստներու խմբակը եւ ժողովուրդը մնաց աղքատ։ Այդ ժամանակ աղքատությունը մոտավորապես 40% էր, հիմա 30% է։
Սարգսյանի ժամանակնալ անօրենությունները եւ այլն մենաշնորհները շարունակվեցան ժողովրդի դիրություն ընող իսկապես չեղավ կամ անդեցեցին Հայաստանի մեջ փառը գա կկործածեմ որ ես գադեմ իշխանավորներ ասոնք իշխանավոր չեն ասոնք մադագարարներ են ծառաներ են ժողովրդի նախարարը իշխանավոր չէ ժողովրդի գոմե ընդրված գարավարության Բաշտոնյաներ են նպատակնի պիտի լաձարայել ժողովրդին բայց իրենք հանդեցեցին եկավ Փաշինյան հրապարակի վրա ելույթներ ունեցավ ես առանց ժողովրդի համաձայնության որևէ որոշում չեմ առնել պետությունը կպատկանի ժողովրդին եւ այլն եւ այլն արդյունքը տեսանք եւ կտեսնենք Պետական մարդոց ամսավճարները բարձրացան շատ ավելի բարձր պախտադապար դպրոցներու ուսուցիչներուն ոստիկաններ ավելի շատ կվճարվին քան թե համալսարանի դնորենները խորհրդարանի մեջ արդեն սկսան հազարավոր դոլարների մասին խոսել է բացի տրամաջնորներ կստանան որ համապատասխան է 50% իրենց ամսավճարին վասն ինչի ասի ուրիշ երգիրը երբ ուզե մեկնաբանել գցե ներքին գաշարք Ուրեմն Փաշինյան իր շուրջը հավաքեց խմբակ պետական աշխատավորներու, որոնք տրամաշուններ կստանան եւ իր քաղաքականությունը առաջ կտանին։ Ինչ հրա Փաշինյան։ Այո, որոշ արդարադատության, ոստիկանության եւ այլն փոփոխություններ հրավ, բայց հիմնական հարցը ասեր ինչ հրավ սպյուրքին 7 միլիոն հայ գա սպյուրքի մեջ բարակտում առաջացուց ինչ հրավ Արցախին Արցախը ներ բարակային առանցին ցկվեցավ մեծախոսությամբ եւ այլ միջոցներով զինվորական բարձր պաշտոնյաներուն թիրքերը փոխեց մեգացկոմ դարամիսատկոմ եւ ցավ Արցախը Հայաստանի եւ վերջ բացիասկե ոչ մի թիզ հող Ադրբեջանի արդյունքը Ադրբեջանի հետ պատերազմը գործընթաց 5000 զոհ տվինք որ պատերազմի ընթացքին մեռան կամ անհետ կորան 7500 հաշմանդամ դարձան հաշվի առնելով այրիգիները եւ քայքայվող ընտանիքները 20000-ի ավելի ընտանիքի անդամներ կամ զոհվեցան կամ այրի անցիկ մնացին հիմա մնացածը ինչ եղավ հայկական զինվորները զինվորական ուժը ետ քաշեց Արցախեն Արցախը մնաց առանց Հայաստանի զորավիքի Ադի 2000-ին նոյեմբերին 10-ին երագոմ հայդարարությունեն ետ եղավ Հավանաբար բերանացի խոստումներ ալրած էր ինչ-որ Ալիևը գսեր վերջը հանցնեց ավելի հողամասեր
աստիճանաբար Ադրբեջանը Հայաստանի սահմանները ներխուժեց, գրավեց ռազմավարական բարձունքներ, որ մինչև այսօր կբահվի։ Գրջադեն հիմա Փաշինյան գխոսի խաղաղության մասին։ Բայց նախաբեց ինքը, երբ որ Ադրբեջան արձակեցավ Ղարաբաղի վրա, ասավ հոնդեղ ցեղասպանություն կործատրեց։ Ցեղասպանի հետ ինչպես դու խաղաղություն թաշին կգնքես, երբ որ հարցերը բոլորովին չելուծված քու օկտիտ ներգայից Բաքուի մեջ հայ երևելիները զինվորական քաղաքական երևելիները Արցախի բանդի մեջ են։ Վերջը Արցախը շրջապատվեցավ ինչ հրավ, ոչինչ։ Ուրեմն Արցախի խորհրդարանը բարդավորվեցավ, որ ժողովրդին կյանքը ազատվի, լքեն Ղարաբաղը։ Փաշինյանը չէր գիտեր ադի, շատ լավ գիտեր։ Անգե առաջ ինքը միջազգային ադյանեն երևսավ։ Ղարաբաղը Ադրբեջանի հողադարձք է։ Անցմը, որ Հայաստանի վարչապետը նման բան պետք է լսեր։ Եթե ես դա իր դեղը գարաժարի, բայց ինքը ջրավ։ Ուրեմն 120,000 արցախցիները դեղահան եղան, այսինքն անդուն դարձան, Հայաստան եկան, որևէ պատրաստություն չկար ասոնց, ներկայից ասոն կարտախախտեն։ Հիմա սպյուրքի ինչ կնե։ Փաշինյանը կհալածե հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին հոգևոր գետրոնն է բոլոր աշխարհացրիվ հայության սպյուրքը ինչ կնե։ Եթե քու եկեղեցիդ լա պետական մարդ կամ փողոցեն եկած մարդ գկրավե ինչ կնես։ Ցամբիչանես, փացիչան ցայնե կորզնական փայն բիչինես։ Ներգա վիճակի մեջ Էջմիածինը շրջապատված է։ Որոշ եկեղեցականներ փանտրված են, ուրիշները բիչանատ փանտնել, մի քանի եկեղեցի եւ վանք քրաված է Փաշինյան, որ եթե օրենսդրության նայինք, չի ամուսնացած, առանց ամուսնանալու 3 հատ զավակ ունի, Գաբրի մեգու հետ, որ իր գինը չէ, բաշտոնական օրինավոր գինը չէ։ Նման անցմը գսե ես հայ առաքելական եկեղեցու հավատացյալ եմ։ Ընդունելի է, ոչ։ Եթե ընդունելի չէ, եւ սպյուրքը 7 միլիոն է, որուն հոգևոր գետրոնը Էջմիածինն է, ինչ պիտին է, երբ որ Փաշինյանը գցե աշխարհական անունով գոչե Կաթողիկոս եւ գցե Գդրի Ներսեսյանը պետք է վեհարանեն Թուրքիելա։ Անօրինականության կակատնագետ է։ Սպյուրքը ինչու համար ցայնի չի աներ։ Սպյուրքը կորզնականորեն ինչու Փաշինյանին եւ իր խմբագին պետք եղած ջնշումը չներ, որ հանքից ցգնե հայ առաքելական եկեղեցի։ Իսկ կաթողիկոսը եկած է թրությունը, որ պետք է որոշում առնեն իրեն աթորագից ունենան։
ներգա բարակային իմ գարձիկովս աթորագիծը որ ամփից գենցաղավարություն ունի ժողովրդի կողմի հարկված է եւ որ աթորագիծը լա աս փոթորգալի մռգալից միջավայրը գահանտարդի եւ եթե սպիրկը գրծավ ջնշում բանեցնել Փաշինյանի եւ իր խմբագի վրա անոնքան գմդածեն աստիճանապար հերանալ եթե չհերանան ցավալիորեն մեծ փոթորիկ կհրաչանա քաղաքական մարզի մեջ Հայաստանի եւ սպիրկի մեջ ուսամաչի բադահի խոհեն վարվի վարչապետը եւ շրջակայքը եւ նույնպես ամենայն հայոց կաթողիկոսը լուրջորեն մտածե իրեն աթորագիծ ունենալու որոշման մեջ սպիրկը պետք է ստապի եւ կորձը ազգ խոսքերով գավարտեմ այսօրվա իմ ելույթս ցտեսություն մինչև հաջորդ անգամ Thank you.